Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չինացի գործընկերոջ Սի Ցզինփինի հրավերով կայցելի Չինաստան հայտնում են Կրեմլից։ Այցի ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունները եւ համապարփակ գործընկերության ու համագործակցության ամրապնդումը։ Սի Ցզինփինն էլ ընդունել է Վաշինգտոն այցելելու Թրամփի հրավերը։ Հիշեցնենք, որ Թրամփի Պեկին այցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը Սի Ցզինփինին հրավիրել էր նահանգներ։ Պեկին այցելությունից հետո Թրամփը պատմել է, որ եղել է Սի Ցզինփինի Պեկինյան նստավայրում եւ որ մարդիկ երբեք նման գեղեցկություն չեն տեսել։ BRICS երկրների արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է առանց միասնական հայտարարության, հիմնական տարաձայնությունը եղել է Իրանի շուրջ դիրքորոշումների պատճառով։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ապրիլի 16-ին օկուպացված Կովսականում կայացած Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ջոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո տեղեկացրել է, որ քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունների լայն շրջանակ, ածխաջրածնային հանքավայրերի շահագործումից մինչև հանքանյութերի տեղափոխում։ Նա խոսել է էներգետիկ անվտանգության հիմքերն ամրապնդելու, էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին։ Ղազախստանի Մեջլիսի падգամավորը լրագրողներին բողոքել է, որ իր աշխատավարձը չի բավականացնում առօրյա ծախսերի եւ երեխաների խնամքի համար։ Նրա խոսքով նա կնոջը խնդրել է եւս աշխատանք փնտրել։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում էբոլա է բռնկվել, գրանցվել է վիրուսով վարակման մոտ 246 դեպք եւ 65 մահ։ Հիմնականում ոսկու արդյունահանմամբ զբաղվող Մոնգվալո եւ Ռուամպարա քաղաքներում։ Հնարավորության դեպքում աշխատեք տնից, խուսափեք ավելորդ արտասահմանյան ճանապարհորդություններից, գնեք ավելի քիչ ոսկի, սպառեք ավելի քիչ վառելիք։ Արդեն 3 ամիս մերձավոր արևելքում տիրող իրավիճակի ֆոնին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հնդիկներին կոչ է արել ավելի զուսպ ապրել եւ քիչ գումար ծախսել։ Նման կոչ վարչապետը վերջին անգամ արել էր COVID-19-ի համավարակի ժամանակ։ Սադամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։